Մի համար մեզ անհրաժեշտ է 6 ձվի դեղնուց։ Ձեր քաղցր ստիրելու 200-ից մինչև 300 գրամ, 400 գրամ անգամ կարող եք շաքարավազ լցնել, որովհետև ես պատրաստում եմ 2 պորցիա։ 2 պորցիան գալիս է 200 գրամ, բայց այս դեպքում ես լցրեցի 300 գրամ շաքար։ 6 ճաշիկ թալ ալյուր կամ օսլա, որը որ դուք կունենաք ձեր ձեռքի տակ, տվյալ պարագայում ինձ մոտ ալյուր է։ Լավ թեյիք թալ վանիլին, քիչ ավելացնում ենք կաթը եւ խառնում ենք, որ միասավ զանգված դառնա։ Կաթը լցնում ենք 1 լիտր։ Եփում ենք կրակի վրա, դանդաղ, այնքան մինչև որ պնդանա, դառնա թթվածերից պինդ զանգված։ Մոտավորապես արդեն սկսում է պնդանալ, այսպես, գնալով պետք է պնդանա կրեմը, պետք է անընդհատ խառնենք, որպեսզի համասեռ պնդանա, տակը չկպնի թավային։ Մոտավորապես այսպես, նաև արդեն ինքը եռում է, փոփոխություններ առաջանում։ Եվ վերջ մինը պետք է դնենք սառչի։ Կրեմը սառի, կպատրաստենք խմորը, խմորի համար անհրաժեշտ է 4 ձու և 6 ձվի սպիտակուցը։ 250 գրամ շաքարավազ, 200 մլ ձեթ, 2 ճաշիկ թալ մեղր, 5 ճաշիկ թալ կակաո, 2 թեյիք թալ խրեցուցիչ, 1 թեյիք թալ վանիլին, 300 գրամ ալյուր։ Ում ենք խորը ամանի մեջ, որպեսզի հետո կրեմը կարողանանք լցնել և գլազուրը։ Ընթացքում կհարենք կարագը, քանի որ ես 2 պորցիա եմ արել, այդ իսկ պատճառով օգտագործում եմ 2 տուփ կարագ։ Հաց կրեմը կարագի հետ միքսերով հարեցի, հիմա կքսեմ արդեն խմորի վրա։ Կրեմը քսեցինք, հիմա մնաց մեր գլազուրը։ Գլազուրի համար մեզ անհրաժեշտ է մոտավորապես 1 բաժակ կաթ և 2 տուփ շոկոլադ։ Խնդրում եմ դառը շոկոլադը։ Գլազուրը պատրաստ է, պետք է թողնենք սառի, որպեսզի ավելացնենք կրեմի վրա։ Այ վերջ քսեցինք գլազուրը, հիմա կդնենք սառնարանում, վաղը կվայելենք։